Բարև ձեզ։ Կներեք, ասեք այսօր ինչ պահանջով եք նորից հավաքվել այստեղ ու հիմա հանդիպում է տեղի ունենում, ինչ ակնկալիքներ ունեք այս հանդիպման արդյունքներից։ Միշտ հուսով ապրել ենք, որ լավատեսությամբ։ Այն սկսած 90-ականներից մինչև հիմա, որ պետքա լավ լինի, պետքա մեր առօրյան, մեր երեխեքի, մեր ժողովրդի վիճակը միշտ գնալով որ լավանա։ Հիմա այդ հուսով էլ եկել ենք, որ մեր աշխատանքային վիճակը լավանա, որ կարողանանք մեր ընտանիքները պահենք։ Ինչ խնդիրներ եք բախվում։ Ես մեքենա եմ վերցրել 2 տարի առաջ հիմա բանկով։ Հիմա ծանրաբեռնվածության պատճառով այս տոկոսների բարձրացումը բերում է նրան, որ 8 ժամի տեղը աշխատում ենք 16 ժամ արդեն։ Տաքսի ծառայություններ եք մատնում։ Այո։ Եվ գյուղատնտեսությամբ եմ զբաղվում, եւ տաքսով որպես վարորդ եմ աշխատում, որ հասցնեմ։ Ձեր գործընկերները նաև տոկոսային այդ հարաբերակցությունից են բողոքում, դուք այդ մասով ևս խնդիրներ ունեք։ Ասում են տոկոսները շատ են հարկը։ Տոկոսները դե միանշանակ բարձր է, ասեմ ձեզ, այսինքն մեր հաշվում ենք մեր ծախսերը, ես արդեն երկրորդ անգամ մեքենայիս ակերը փոխել եմ արդեն, ձմեռային առել եմ ու չհաշված որ թանկացումները մարդ ասում է պագրիշկա բերում ենք, որ մեկ հայերեն բառը ռուսերեն օգտագործեն, ոչինչ չէ։ Պագրիշկեն բերել ենք, սամալյոտով ենք պատվիրել եկել արդեն, պահանջարկը շատ է եղել, ֆուրերը լարսում որ կանգնում են չեն հասցնում, բայց մարդ պահանջարկ այդ բան շատ պետք է փոխեն, որ մարդկանց չհագտավորեն։ Սամալյոտով բերել է մարդը պագրիշկեքը, ստիպված թանկ է ծախում արդեն։ Ես երկրորդ անգամ առել եմ 27500 դրամով, երկրորդ անգամ առել եմ 35000 դրամով։ Ինչի պատճառով, փոսերի պատճառով։ Սա խնդիրներ են, սա ամեն ինչը ազդում է։ Ասֆալտը, հա դեպի գիտենք, այդ ապրավդանիները, որ ասում է արդարացումները, դա միանշանակ տակ կրեսլոյի վրա նստած մարդու համար արդարացումը դա իրանց ապրելու միջոցն է։ Ինչ անեն, չանեն, պետք է արդարանան։ Քաղաքային իշխանությունների։ Քաղաքային իշխանությունները, դե բաներ կա գոհենք, բայց բաներ կա շատ բաներ կա ասում եմ։ Հիմա բարձրանում եք մասիվի, ջրվեժի ճանապարհները, երկու անգամ փոս եք ընկնում։ Ճիշտ է մեր քաղաքապետանց ասում են մենք զգուշ ենք ասնում այդ փոսերը, ասինքն իրանց տեսողությունը լավ է, մերը վատ է, էլի տեսողությունը դրամից է երևի։ Քաղաքապետն օրինակ ասում էր, ես իմ մեքենան չեմ վնասել։ Ես չեմ ճանաչում քաղաքապետին, իմ համար գոյություն ունի մարդկային հատկանիշներ։ Եթե մարդը ինքը մի հատ պաշտոն է, այսօր ինչ որ մի պաշտոնի է, պետք է հասկանա մարդկանց վիճակը ոնց է այսօր։ Որտեղ այսօր քաղաքային իշխանության մեծ մասը սովորական փողոցում մարդկանց հետ շփված մարդիկ են, այնպես չի որ ուրիշ տեղից են եկել։ Իրանք էդի լավ են ճանաչում, լավ հասկանում են, լավ գիտակցում են։ Ուղղակի իմ այսօրացիան որ փոխվել է իրանց կյանքի առօրյան, իրանց հնարավորությունները, իրանք արդեն ուղղակի դարձել են այն ոչ այդ մարդկանցից ոնց որ առօրյա կյանքով այսօր մեր դժվարությունների միջով մենք անցնում ենք։ Դրա համար չեն, իրանց հասկանալի չի արդեն, իրանք այդ կյանքով չեն ապրում արդեն, դժվար ճանապարհը իրանց համար չի արդեն, իսկ դժվար անցնող մարդու համար ճանապարհը որ անցնում է, իր համար ինքը միշտ կամեցող է լինում, ասենք հաճախորդ է լինում օրինակի համար, որ տարես մարդ է լինում, դուռը ոնց է, որ բացում ես, դուռը բացես նստի, չէ՞ իմ ասենք, միշտ կարեկցող ես լինում, միշտ հասկանալով ես մոտենում, իսկ իրանց համար դա նշանակություն ունի։ Մենք հիմա ինչքան այսպես ասում ենք, ես ճիշտ է լավատես մարդ եմ, բայց էլի թերավատորեն մոտենում։ Որտեղ խնդիրներ կարան լինեն, որ մենք դրանց ընդհանրապես տեղյակ չենք, խիա 16%։ Թոշակների հետ կապված, մինչ այս իշխանությունը չէր պատրաստվում թոշակները բարձրացնել, ասում էր նաև թոշակառուները չեն իմանա այդ գումարը որտեղ ծախսեն ու տեսանք, որ հիմա որոշում կայացրեցին ապրիլի 1-ից թոշակները բարձրացնեն։ Չեք կարծում, որ նման ընդառաջ քայլել ձեր խնդիրների շուրջ կանեն, որպեսզի ձեր քվեն եւս մասնակցեն։ Չէ, ես ընտրության չեմ գնում։ Ես ոչ մեկի չեմ էլ հավատում։
Ինչու՞, որովհետև ես փոքր ժամանակվանից տեսել եմ ինչա կատարում, ասենք եթե ինչ անեմ ընտրության, ում հավատաս։ Ասում են մենք ժողովրդավար ենք, Ես հավատում եմ իմ ու իմ Աստծուն եմ հավատում, ես ոչ մեկին չեմ հավատում։ Չեմ էլ ուզում քաղաքացիացնել, ես իմ պետք է, որ ես կարողանամ իմ տունը պահի, մեր երեխուն պահեմ, իմ երեխան նորմալ հագնվի, որ կոշիկը մաշվի, կարողանամ իրան կոշիկ առնեմ, իմ ավտոյի բանկի գումարը վճարեմ, առեսօր ես հարկադիր չեմ ունեցել ու չեմ իմ պատասխանության համար, որտեղ ես ունեմ պատասխանություն, որ եթե մի բան անում եմ, ուրեմն դրա համար պատասխան պետք է տամ։ Ու առեսօր ես հարկադիր չեմ ընկել, բայց չարչարվել եմ, բայց հիմա այսօր 8-10 ժամի տեղը աշխատում եմ 16 ժամ։ Գիշեր ցերեկը չեմ հասկանում ինչ բան արդեն։ Այսինքն դա նորմալ բան է։ Հիմա դուք լրագրող եք, ոնց որ հիմա լրագրողը ձեր ժամ ավարտվեց, ասենքն, եթե ժամ գոյություն ունի, ավարտեց, վերջացավ, ձեզի մի հատ ուրիշ գործ են առաջարկել, որտեղ դուք չեք հասցնում։ Գնաք աշխատեք նորից էլի։ Կապ չունի, կներեք, էլի գիշերային գործա, ցերեկային գործա, որտեղ դուք ձեր ֆինանսը չի ներում, ձեր պահանջները բավարարելու համար։ Նորմալ է դա։ Մարդիկ դրա համար ստրեսային վիճակի մեջ են ընկնում։ Հիմա դուք Yandex ընկերությունից ինչ պահանջներ ունեք ավելի առարկա։ Մեր որ 16%-ը վերանայի, միանշանակ վերանայի, չգիտեմ 8% սարքի, 10% սարքի, մաքսիմալ շեմ թողնի, 8-ից 10% գոնա սարքի, որտեղ առանց հետ էլ պետ турքն էլ, որ չգիտենք այդ պետ турքը ինչի համար է օգտագործում, խի է օգտագործում, տալիս ենք 5% արդեն 4-5%, վերանայի գոնա 10, գոնա միջև մաքսիմալ է 15%, ասենք։ Ես թվերը չեմ այտենց հաշվարկում ինչ ոնց կարա լինի, բայց մինիմալացնի, մեր ծախսերը Սով աշխատելու դեպքում արդեն դուք գոհ կլինեք ձեր աշխատանքային պայմաններով։ Դե որոշ չափով մեր ծախսերը գոնա կքչանա։ Գոնա մի 2 ժամ կարանք նորմալ հանգստանանք, էլի, դուք պատկերացնում եք։ Գոնա տարվա մեջ մի անգամ կարողանանք մեզ թույլ տա գնաց Ծաղկաձոր հանգստանանք, ասենք։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։